Որտեղ էիք ապրում, Ստեփանակերտում։ Ստեփանակերտում, այո։ Ո՞նց էր կյանքը Արցախում, այ երիտասարդ ընտանիք։ Շատ լավ։ Այնտեղ եք ընտանիք կազմել, թե Այո, Արցախում եք ամուսնացել։ այո, Քանի երեխաներ։ երկու աղջիկ, Երկու աղջիկ։ շատ լավ էր այնտեղ, հիմա ճիշտ ասած շատ դժվար է այստեղ եւ հարմարվելը Արցախ վերադարձի իրավունք ենք պահանջում։ Ես ասենք սենց ասեմ, էլի երեխեքը ինչքան կան, իրանց երեխեքն էլ ինչքան լինեն, ինչքան լինի արցախցի, այնքան էլ Արցախը լինելու է մերը։ Կարող է հազարամյակներ անցնի, բայց վերադարձի մեր հույսը չի մարելու։ Համոզված եք, որ մի օր կգա, այսինքն որ կվերադառնա։ Իհարկե, դաժե եթե այն որ հույսը սենց ասած վերջին է մահանում, միջև վերջ էլ հույս կպահենք, միջև վերջ էլ պայքարելու ենք։ Ինչ մեզանից կախված լինի, մեր երեխեքից կախված լինի, անելու ենք մեկ այդ ամենը։ Իսկ այստեղ ինչ խնդիրների եք, այսպես ասած, բախվել։ Սոցիալական հարցերը ո՞նց եք լուծում, ընտանիք եք, փոքր երեխաներ, աշխատանք կարողացաք։ Ամեն ձևի հարցերի, թե պետական տեղեր եմ աշխատել, թե ասենք առանձին իմ համար սենց արեստ։ Արցախում ոչ, Արցախում եղել եմ փրկար ծառայող, եղել եմ բանակի ծառայող էլի նույնպես ու ասենք շինարարություն էլի մեր Հա, հիմա եկել եք այստեղ, որ աշխատում եք։ շինարարության մեջ եմ, այո։ Փառք Աստծո, էլի բան եք անում։ Սոցիալական ծրագրերի հարց կա, ասում են, որ պետք է կրճատվեն ապրիլից։ Ո՞նց եք անելու, այսինքն բարձով եք, չէ՞։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Հիմա այս պահին մեր այդ աջակցության չափը կազմում է 200,000, ձմռանը մեր կոմունալը եղել է 70-ից 80, 90,000, թե փոքր երեխեք են, որ մենք ինչքան էլ հա սովորենք այդ շրջափակման վաղ ծրտին ամեն ինչին, բայց էլի փոքրների համար դժվար է, էլի։ 70-80,000 այդ աջակցությունն է, 200,000 մեր վարձն է։ Ու ասենք եկել ենք մենք այն հարցի հետ բան արել, որ ասենք տանտերը կոնկրետ ասում է, «Յա փողոց տվեք, յա դուրս եկեք, յա կոմունալիս հարցը», ասենք ոչ մեկ չի ուզում համբերած լինի։ Սաղին էլ այսօր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Մենք էլ սենց ասած այսօր աջակցությունը ստաբիլ է։ Մենք գիտենք, որ ամեն ամիս այդ փողը նստելու է, նույն ձևի էլ վարձատուներն են այդ հարցում վստահ։ Բայց հիմա ասենք ես պետական տեղ էի աշխատել, շինարարության գործ եմ արել։ 2 ամիս իմ աշխատավարձը, ասենք ուշացրել են։ Ոչ մի վարձատու չի սպասելու այդքան։ Կամ հիմնարկներ ես մտնում, ամենաբարձր աշխատավարձը 200,000 թող լինի։ Իմ վարձը 200,000 է։ 2 երեխա ունեմ փոքր, կինս էլ տունում նստած դեկրետում։ Ոնց պետք է անենք։ Այդած։ Սենց ասած երրորդ աշխատանք պետք է փնտրեք։ Ու հույսներս այս աջակցությունն է, էլի չարչարվելու ենք, ապրելու ենք, ներս չի մենք սենց ասած ձերներես թափ ենք տալու, ասենք սենց ավսյո, ասենք բան ենք անելու, բայց այն որ դժվար է լինելու, հա, որ այս աջակցությունները, միջև ասում է աջակցությունները կրճատում ենք, որ այդ բնակապահովման ծրագրերից օգտվենք, հա, բայց այդ բնակապահովման ծրագրերը, ասենք տալիս է մեր ընտանիքին, չգիտեմ, 18 միլիոն տոլի, 16 միլիոն դրամ։ Բայց ու ասենք այս աջակցությունը հիմա կտրում է, մեր ծրագիրը հունիսից պետք է գործի, մինչև հունիսից հետո էլ թե ինչքան այդ ժամանակը քաշի այդ ամենին, ասենք Աստված գիտի, մի տարի հաստատ է լինելու, այդ մի տարին էլի ասենց ասած գոյատևանք է լինելու մեր համար։ Իսկ դուք խտրական վերաբերմունք եք, այսինքն արցախցիների նկատմամբ։ Խտրական վերաբերմունք զգում ենք, բայց ես ասենք ազգության չեմ վերածում։ Ես իշխանություններից այսօրվա իշխանություններից այո զգում ենք։ Դե ինչքանով եմ զգում, որ ասենք խաղաղ հավաք, այս պահին ոստիկանությունները ավելի շատ են, քան այստեղի հավաքված ժողովուրդը։ Դե էդ ինչ ասեմ ես ուրիշ դրան։ Ու մնացած պարոն Փաշինյանը երեք մյուս օրնա չեմ հիշում նոր արել, որ Արցախի հարցը փակվի։
ինչի ումից է հարցրել կամ այդ ինչ տենց որոշեցին իրանք։ Ես պետք է աբսուրդ է, էլի սենց ասեմ։ Աշխարհը միջև այս պահը խոսում է, որ Արցախ վերադարձի հարցի մասին, ինքը հայ լինելով ասում է փագ է։ Ես էլի եմ, կասկած չկա էլի, որ ասենք Ադրբեջանի շահերից է խոսում այդ մարդը, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Եթե այս աջակցությունները կրճատում է ու մնացած հարցերը, ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ես ես էլ իմ հայրենիքն է նույն ձևի պայքարելու եմ, բայց այսօր իր այդ խաղաղության պայմանագիրը, սենց ասած, էլի մեզ ծնկի իջացնելու մի հատ բան է, էլի։ Էլի ու ասենք ասում է ժողովուրդն է ուզում այդ ամեն ինչը։ Խի ժողովրդին Արցախ պետք չէ, ժողովրդին պետք չի ջերմուկը, ժողովրդին Սյունիք չի պետք։ Այդ է ուզում ժողովուրդը, կամ այսօր ժողովուրդը գոյատևում է։ Ես այսօր տրանսպորտի մեջ մարդիկ զորով են տրանսպորտի փողոց տալիս։ Ես չեմ բողոքում, ես շատ լավ եմ ապրում։ Նույնիսկ այստեղ ես իմ աշխատավարձով էլի ամեն ձևի փորձում եմ իմ երեխեքին ամեն ինչին հասցնեմ, ապահովեմ։ Բայց նայելով է ժողովրդի մակարդակին, այն որ սենց ասած գոյատևանք է։ Մանավանդ իրանց այս որոշումներից, թե գծերն է, թե հարկերն է, չգիտեմ, ես սենց ասած մտածում եմ քաղաքացիություն ստանամ, որ այդ բնակապահովումից օգտվեմ, բայց այս ամենը նայելով արդեն չգիտեմ, ես դրանից շահելու եմ, թե հակառակը։ Այսինքն դեռ մտածում եք, որ Հայաստանում այդքան էլ ապագա կառուցել։ Այս իշխանությունների հետ վստահ եմ, որ չկա։